Hello։ Ոցում շատ լավ էի ես սովորում, լրիվ հակառակ Արմինը շատ վատ էր սովորում։ Չէր թողում, որ ես դպրոց գնամ։ 500 հատ մեղու մի անգամից գծել էին Սամոյին։ Ուրաց եմ։ Ոնց տարակ այդ փաստը եւ նորությունը, որ մայրիկն ու հայրիկը պիտի բաժանվեն եւ այլևս միասին չեք ապրելու։ Պապայի շիրիմը տեղափոխեցի այստեղ, իրենց բայից հետո կարողացա միացնել իրենց, հա։ Բայց այդ ձեր տարբեր լինելը գոլեգաները ներում էին։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր ինչ որ խոչընդոտներ են իմ կյանքում ստեղծել, ես իրենց հետ եմ լավ եղել, այն էլ ինչ գումար է աշխատում, դա արդեն հերիքա, որ դեմ լինեին լիքը մարդիկ, շատ երիտասարդ տարիքում շատ մեծ գումարներ էի աշխատում, այն սև հոտով ցլաֆաններ կար կհիշեք, կալոդով փողեր է, դες քո հաղորդման մեջ ասեմ, դա երբեք չի խոսվի սրա մասին։ Երբեք չեմ դասավորել այս բեմը լավն է, այն բեմը լավը չի, բեմը վերջին այն աշխատանքի տեղն է։ Շատ սիրում եմ մարդկանց երես տալ, որ նստեն գլխիս։ Լավագույն խորհրդատուն ես չգիտեմ, ինձ համար միշտ Արմինեն է եղել։ Ով ամուսնացավ Արմինեի $10,000 տալու եմ։ Ես եմ ես։ Դուք ինքներդ երեխա չունեցաք, բայց վստահ եք, որ ձեր քրոջ, ձեր եղբոր երեխաները ձեզ համար ամբողջովին երեխայի դեր են կատարելու։ Արդարացված են այդ ասեմ, կարդարացվեք, բայց ոչ, բացատրեմ ինչու։ Բայց ափսոսանք ունեք։ Որ չեմ ամուսնացել, ես ամեն տարի ասում ես ինչ լավ բան արեցի, մեռնելուց փրցակ։ Երեխա չունեմ, շատ եմ ափսոսում, կուզեի երեխա ունենալ։ Ես մեծ սեր ունեմ, ով է իմ սերը, Ֆիլիպը։ Առաջին որ հարսանիք ինձ տվեցին, հիշում եմ, դա մեր Հայկոն էր, երգիչ մեր։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Մի քանի րոպեից դուք կիմանաք, թե ովքեր են այսօր լինելու իմ տուն ռեստորանի հյուրերը եւ ում հետ եմ ես ճաշելու եւ զրուցելու։ Բայց մինչ այդ խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք Էրմինե Ստեփանյան TV YouTube-ի պաշտոնական ալիքին եւ սեղմեք զանգի կոճակը, որ առաջինը հենց դուք տեղեկանաք նորությունների մասին։ Նաեւ շատ կարեւոր է, որ իմ էջը լինի ակտիվ եւ շատ մարդիկ տեսնեն իմ նախագծերը։ Չմոռանամ նախագծերի մասին եւ նորությունների մասին։ Այսուհետ իմ պաշտոնական ալիքում դուք կարող եք տեսնել step by step նախագիծը, որը կապահովի ձեզ համար որակյալ ժամանց։ Եվ դուք կիմանաք, թե շաբաթվա ընթացքում ինչ ֆիլմ կարող եք դիտել, ինչ ներկայացում կարող եք դիտել, ցուցահանդեսների ներկա լինել, համերգների ներկա լինել եւ ինչ գրքեր կարդալ։ Այս ամենի մասին step by step-ի շրջանակներում ամեն կիրակի ժամը 12:30-ին։ Եվ քանի որ նոր է իմ հաղորդումը, չմոռանաք թողնել մեկնաբանություններ, որոնք ես սիրով ընթերցում եմ եւ պատասխանում մեծ հաճույքով, ինչպես նաև միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին։ Ես այնտեղ մշտապես լուսանկարները եւ տեսանյութերը թարմացնում եմ։ Դուք կարող եք տեսնել նաև թե ինչպես են նկարահանվում step by step եւ Էրմինե դիալոգ նախագծերը, նաև անձնական արխիվ։ Թե ինչ ճիշտ ժամանակն է ներկայացնելու այսօրվա հյուրերին, ես շատ անհամբեր եմ, որովհետեւ նրանք սիրելի արտիստներ են ինձ համար դեռևս 90-ական թվականներից եւ շատ յուրահատուկ գույն են միշտ եղել հայկական շոու բիզնեսում։ Մի քանի բանալի բառ եւ դուք կգուշակեք, թե ովքեր են քույր եւ եղբայր, սիրելի արտիստներ, ովքեր եւ դերասաններ են եւ երգիչներ։ Ճիշտ է։ Խոսքս Արմինե Գրիգորյանի եւ Սամվել Գրիգորյանի մասին է։ Գնամ դուրը բացեմ։ Մենք հիմա Էրմինեից լիֆտի մեջ ենք, գնում ենք Էրմինեից շուրջ։ Այո։ Նկարահանման շատ համով բաներ պատրաստել, որ մեզ հյուրասիրի։ Մենք էլ պետք է խոսենք, Սամվել ինչքան հնարավոր է իմ մասին լավ բաներ խոսես, Ծաղիկները մոռացանք, Խցանումներից փրկվածները, եկեք, համեցեք։ Վայ, ինչ ուրախ եմ, որ եկել եք, ես չեք պատկերացնի։ Ոնց եք, մենք երկար ժամանակ չենք հանդիպել, այս Սամվելի հետ հանդիպել ենք։ Ողջույն։ Ես գուշակում եմ ում ձեռքնա խառը, ում մատնա խառը, այս ծաղիկների ընտրության հարցում երկու Գրիգորյաններ, այսինչ ճաշակով ծաղիկներ են կարողացել։ Նոյ, մերսի շատ, բայց ինչ սիրուն գույն ալերի գարուն եկավ, մերսի շատ։ Սամվել ջան, Արմինե ջան, շատ շնորհակալություն, որ ձեր զբաղված օրվա մեջ գտել եք ժամանակ օրը ինձ հետ անցկացնելու համար։ Հա, մեծ հաճույքով։ Ես էլ։ Ես եմ հաճույքով եկել։ Սամվել, ես կխնդրեմ դուք մի հատ սկզբից մեզ սպիտակ գինի լցրեք, որ մենք բարի գալուստ ասենք իրար, հետո տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, բայց մինչև Սամվելը գինի ալցրում մի հատ հարց ունեմ։ Ինչի
ուզեցիք, որ նկարահանումը անենք ավելի ուշ ժամի, քան օրինակ սովորաբար մենք անում ենք։ Մենք ընդհանրապես մեր ոլորտի մարդիկ նույնպես ուշ ենք արթնանում։ Օրինակ ես արթնանալուց հետո նույնն Սամվելը մեզ մի քանի ժամ պետք է ուշքի գալ։ Իսկ ոնց եք ուշքի գալիս։ Սուրճ ենք խմում։ Մեզ է դարձում օգնում է սուրճը։ Ինտերնետը։ Որը սկսել է պես։ Մի հումոր կա, չէ՞ որ ասում է բոլորը սուրճ են խմում, որ արթնանան, հայերը արթնանում են, որ սուրճ խմեն։ Մեղքը չեմ թաքցնում, ես էլ եմ սիրում առավոտյան սուրճը վայելել անկողնում, բայց արդեն եկել այն պահը, որ մենք պետքա ճաշենք։ Ես ձեզ եմ սպասել, որովհետև արդեն պատրաստել եմ հատուկ ճաշացանկ ձեզ համար։ Հուսամ կհավանեք։ Չէ, բանը նախաճաշ։ Նախաճաշ։ Ես մեջտեղն եմ բռնացրել, որ լինի ոնց որ մեջտեղը, մի քիչ նախաճաշ, մի քիչ ճաշոտ լինի։ Բարի գալուստ, շնորհակալություն ինձ մոտ գալու համար։ Ոտքներս բարի լինի, Հերմինե ջան, շատ սիրում ենք քեզ, ներողություն, քեզով թե ձեզով։ Քեզով, դուք ինձ քեզով, ես ձեզ ձեզով։ Չէ, քեզ քեզ։ Որտեղ ենք երկու ենք կմենակ։ Քեզ տը քեզ։ Պայմանավորվեցինք, հա։ Հերմինե ջան, շատ ուրախ ենք, ոտքներս բարի լինի քո օջախը, քոպես գեղեցիկ պուպուշ սիրուն օջախ ունես։ Մենք էլ քեզ շատ սիրում ենք դեռ տարիներ առաջ միասին աշխատել ենք նույն հերոստանգերությունում։ Միշտ գարնանպես աղջիկի ժպիտը դեմքի լուսավոր։ Սամվելի հետ էլ փորձեր ենք ունեցել միջոցառումներ վարելու։ Հենվել աշխատել ենք, եթե չեմ սխալվում Մոսկվայում։ Մոսկվայում չէ, Երևանում ամենամեծ հաճույքը որպես կարողանում ես հենվել Սամվելի վրա որպես պարտներ եւ ասես տարին Սամվել։ Ես վստահ, Սամվելը կտանի։ Շնորհակալություն։ Դե գնանք ճաշենք։ Յուրահատուկ բան եմ պատրաստելու հյուրերիս համար։ Տարտ, կարմիր սոխով եւ բուրատա պանրով։ Սոխը կտրատել եմ, յուղաթուղթը արդեն տեղադրել համապատասխան տարայի մեջ։ Ինչ ենք անում։ Մեղր ենք ծորացնում յուղաթղթի վրա, բալզամիկ քացախ, ձիթայուղ, օրեգանո, աղ, դասավորում ենք սոխը և ծածկում ենք շերտավոր խմորով։ Կթխենք մեր տարտը մոտ 30-ից 35 րոպե։ Գնացինք։ Պատրաստ է։ Տեսնենք տակը ինչ է թաքնված։ Խաչեք ձեր մատները, հիմա պետք է շրջել։ Բրավիսիմո, Հերմինե։ Չենք վառվում։ Եվ հայկական բուրատա եմ դնելու սոխով պիրոգի վրա։ Ոնց ենք կտրելու եւ վայելելու։ Փորձելու ենք սոխով եւ բուրատայով տարտ։ Տարտ։ Այո, բուրատան մի քիչ պարտ։ А что это такое տարт? Թխուկ։ Իսկ թխուկը ինչ է? Всё հասկացա, թխվածք։ Որը թխված է ջեռոցում։ От слова թխվածք։ Այո, Հասկացա։ Սիրուն է։ Հերմինե ջան, այս ամեն ինչը դու ես պատրաստել, այո, դուք փաստորեն։ հաղորդման մեջ կտեսնեք ես առավոտյան ժամը 6-ից ոնց եմ չարչարվել։ Какая умница, какая девочка пропадает. Чем не пропадает, конечно. Բայց сколько лет мы ее не видели, ինչ լավ բան ես արել, որ հաղորդում ես պատրաստել Հերմինե ջան։ Հա։ Конечно, это очень Մարդը պետք է ստեղծագործող մարդը պետք է միշտ ինչ-որ բան անի։ Այո, ես համաձայն։ Հələ Հերմինեի ջուրը նայեք, սիրելի բարեկամներ, նույնիսկ ջուրն է գեղեցիկ, ինչ-որ բաներ։ Հոն։ Հետարքիր հոնով ջուր։ Սամվել ջան, ձեր ամսը, բայց եթե կարելի։ ծաղիկը ինչքան գեղեցիկ է, հələ նայեք դիզայնը։ Բրավո Հերմինե ջան։ Այնքան լավ հոտ է գալիս ազնիվ։ Ես սոխ շատ եմ սիրում եւ ինձ թվում է բոլորը պետք է սիրեն։ Ես եմ սոխ սիրում, դա սոխը լավ բան է, առողջ։ Առողջ շարերը շատ Մի կարմիր սոխը։ Մեզ հազի ժամանակ էր մաման սոխով մեղր ինչ-որ տալիս, ատում էինք սոխը, փոքր ժամանակ մեծացանք։ Դեպ ձեր ապսեն կարող է։ Մեծացանք իհարկե, մեծացանք, նոր հասկացանք, որ Ճիշտը սոխն է։ այո, ճիշտը սոխն է։ Թունետ կալ է ճիշտը սոցիալ, շնորհակալ եմ։ Շատ լավ է։ Հիմա տպավորություն որ դուք իրար հետ հավաքվում եք
Ինքան է ծիծաղում, որ ճիշտ է, թե տենց կողքից ավելի շատ տպավորություն։ Ոչ թե հավաքվում, իրար վրա ենք ծիծաղում։ Հա, էլի դե որ։ Սամվելը մեզ բոլորիս վրա հումոր է անում։ Մեր ընտանիքի անդամների բոլորի վրա միշտ հումոր է անում Սամվելը։ Սամվել ջան, խնդրեմ իմ ափսեները։ Ասյատին համաձայն։ Բայց ձեր ամենափոքրը ստացվեց։ Ոչինչ, ես այն մնացածը ինձ համար եմ Հա, փոխել։ հասկացա։ Ամեն ինչ այնքան սիրուն է, այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի է։ Մենք փորձելու ենք կարմիր սոխով բուրատայով տարտը եւ հետը համադրելու ենք հայկական սպիտակ գինի, տակառ գինին Armenia Wine ընկերության կողմից խաղողի սորտը կանգուն սորտն է, որը թեթև քաղցրահամություն ունի, բայց դա ոչ թե տեխնոլոգիայի արդյունքում է ստացվել կամ քաղցրահամ գինի, այլ հենց սորտը ունի թեթև քաղցրահամություն, որը հրաշալի է համադրվելու այսօրվա ճաշացանկի հետ։ Ես առաջարկում եմ մի հատ իրար ասենք բարի գալուս։ Այո, մեզ Ցենք մեր տարտը։ բարի ախորժակ մեզ։ Այսպես մի հատ կփորձենք, հետո Բագրատը ստոպա տալու, մենք հանկից բայրենք։ Խրտանա չէ, նաև Հատկապես խրտ-խրտոց է։ Բայց համով է, շատ համով է։ Ես էլ եմ հավանում։ Ֆրանսիական սոխի սուպ կա, չէ՞ տենց։ Իմ ամենասիրելին է։ Համատարիս է։ Հա։ Շատ համեղել բաղադրատոմսը պիտի իմանանք։ Այ հաղորդումը որն է, անպայման կտեսնեք այնտեղ բաղադրատոմսը։ Մինչ բուն հարցազրույցին անցնելը, հարցազրույց չասեմ, հա զրույց ասեմ, որովհետև հանգիստ դուք էլ կարող եք ձեր հարցերը ինձ տալ, քննարկումներ անենք եւ այլն եւ այլն։ Ինչ ձեր ակնոցն է հետաքրքիր։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա Մետայի եւ Ray-Ban-ի համագործակցության ակնոցն է, որ նաեւ ձայնագրում է։ Այո, ձայնագրում է, նաուշնիկ եւ ձայնագրում, ֆոտո։ Ես հենց հիմա քանի որ դուք ինձ եք նկարում, ես էլ ձեզ եմ նկարում։ Դուք կարող եք այս ընթացքը մի քիչ նկարում, մենք հետո մոնտաժի ժամանակ կդնենք։ Ես Սա արդեն ձեր վրա է, ամբողջ ակնոցի ուշադրությունը ձեր վրա է զգուշել այդ։ Ես արդեն միացրել եմ, դուք եթերում եք, սիրելի բարեկամներ, hello։ Շատ լավ, այսօր ինձ մոտ Արմինե Շատ բան ցանկություն պայ Սամվել Արմինեի Հերմինեի մեջտեղն է ստացած։ Կարևորը վերջի ինեներն է, եթե համընկնում է, ուրեմն վերջ բախտդ բերել է։ Ես ուզում եմ մեր զրույցը սկսենք, չնայած դուք ունեցել եք բազմաթիվ հարցազրույցներ իրար հետ, բայց այս վերջին շրջանում միասին միայն եղել է Մանեի հաղորդումը, որտեղ շատ կենսագրականներ այդպես չէին վերհանվում այսպես արխիվներից, որտեղ մի փոքր այլ բնույթի հաղորդում է։ Ես կուզենամ այս շանսը օգտագործել ու միասին հետ գնանք։ Որ դուք շատ պուճուրիկ եք, որ դուք կռվում եք, բարիշում եք, չգիտեմ ինչ եք անում, ոնց բոլոր սովորական նորմալ երեխաները, հա։ Որ տարիքից եք ձեզ հիշում եւ մեկը մյուսին որ տարիքից եք հիշում։ Ну, Արմինեն հիշողության հետ կապված խնդիր առասարակ չունի, որտեղ ինձ բաներ մեկ-մեկ պատմում։ Կա տենց բան։ Ասենք ես 6 ամսական եմ եղել, հա։ Ու հիշում ա դա, որ դու 6 ամսական ես սամ, ես հիշում եմ մաման քեզ սենց ընչում։ Ու ստանալ քիչ իհարկե որտեղ տեն։ Բայց ես ինչ եմ հիշում, ես հիշում եմ ես վերջի, երեք չի առաջ օրվանից եմ հիշում։ Լավ, չեմ հավատում։ Բաներ կան հենց հատպավորվում, միևնույնն է չես կարողանում ձեր ասել։ Միանշանակ հիշում եմ, որ դպրոցում շատ լավ էի ես սովորում, լրիվ հակառակ Արմինեն շատ վատ էր սովորում։ Չէր թվում, որ ես դպրոց գնայի։ Ամեն ինչ անում էր, որ ես չգնամ, թե ես գնում էի 5 էի բերում, իսկ գնում էի 2 էր բերում։ Խայտարակ էի։ Չէ, ինձ է անում, որ փախնենք դասից։ Որտեվ ես դասը չէի սովորի, կսովորել էր ինձ հարմար չէր, որ ես գնայի դպրոց, բայց որպեսզի մենակ չտուժեի, չպատժվեի, Սամվելի հետ պահում էի որ Էնե մանկավարժի երեխաներ։ Հիշում ես, որ այդ պատուհանից նայում եք, իբրև դպրոց ա գնում։ Ազդարաշարեք տալիս։ Սենց է, մաման ծիպը չի գնացել, այդ մաման սենց է, մաման գնացել է դպրոց։ Դուրս է եկել տանից, հա, որ պետք է գնայի ու բանալ էի, հա դպրոց գնայի, բայց գնացել էի պաղկվել էի։ Որ ես ազդարաշան դա։ Մաման գնացել է թե չէ։ Մաման հետ գնում էր Արմինեն սենց իրանում, ես ուրախ գալիս էի։ Ես հիշում եմ, երբ որ Սամվելը փոքր էր, երկուսով էլ փոքր էինք բնականաբար։ Ես հիշում եմ մեր տան պատիեզդը, ասենք տնից դուրս ես գալիս, երկրորդ հարկում էինք ապրում այդ մեր շենքը, Էջմիածնի տանը երկրորդ հարկում էր։
Ես այսօրվա պես հիշում եմ, ոնց էի Սամվելի ձեռքը բռնած աստիճանների իջնել սովորեցնում։ Ես որ իրանից 1.5 տարի մեծ եմ, 1.5 տարի, ես արդեն լավ իջնում բարձրանում էի ու օգնում էի, որ ինքը այդ տեսարանը շատ լավ հիշում եմ։ Այդ տարօրինակություններ կա, էլի, չէ՞, որտեղ այդ տարիքում բնականաբար չեն։ Չեն հիշում։ Եվ հիշում եմ, որ Իսկ ով պատմել են ու ձեզ թվում է որ հիշում եք հստակ։ Ես հիշում եմ Սամվելը ահավոր չար, այնքան չար երեխա էր, Հերմինե ջան այնքան չար երեխա էր, դες բան չկա, պատմել եմ չէ մի քանի անգամ այդ մեղու պատմությունը մեղուների շենքում կար սենց պատ, որտեղ անցք կար ինչ որ այդ պատի վրա, մեղուներ էին այդտեղից դուրս գալիս, այս Սամվելը անդադար փետ էր վերցնում գնում բզում էր այդ ծակը, մի անգամ այդպես մի 500 հատ մեղու մի անգամից գծել էին Սամվելին, մեկի գոռալ Մատը մցրել էր մեղվի բունը, հա, ու ինքը սենց լրիվ ուռած էր մի քանի օր ու մարդիկ ասում են Սամվել ջան ոնց ես ասում էր ուռած եմ, այս սենց ասելով գնում գալիս էր ինքն էլ փոքր ժամանակ շատ սիրուն սպիտակ չաղկալ աչքերով միշտ քաչալ, չգիտեմ խի միշտ իրեն քաչալ էին մերոք պահում, он такой красивый, такой գալիս էր ավելի ուռեր աչքերը սենց ես ուռած եմ ու շատ հապվում էին բոլորը։ Ով կիմանար հետո ինձ։ Դուք Արմինեին ոնց եք հիշում։ Кстати, интересно очень, это что такое? Արմինեին չեմ հիշում։ Կարանք ծանոթ է։ Չէ, ու հիշում եմ, հա, իհարկե հիշում եմ։ Արմինեն ավելի շատ տատիկների տանն էր մնում, մամայի մոտ կամ պապայի մամայի մոտ հիմնականում, որովհետև տատիկները իրեն շատ էին սիրում։ Ինձ հակառակը լրիվ չէին սիրում, որովհետև ես գնում էի ասում ամբողջությամբ խառնում էի իրար, Ինքը հարմար երեխա էր Արմինեն։ Ինքը հարմար էր, ինքը գնում էր այնտեղ էլ մնում էր։ Դրա համար այդպես տպավորությունից մեջ ավելի շատ մեծ քույրս է։ Այ ուզում էի հարցնել, մեծ քրոջ մասին քիչ ենք խոսել։ Հարցազրույցներում էլ շատ չենք խոսել։ Հասմիկը երես մանկավար, մասնագիտության մանկավար։ Ուսուցչուհի ռուսացու, մի պարնուրից անգլերեն էր դասավանդում։ Հասմիկի հետ կապը ավելի շատ է եղել, որովհետև նա մեծ էր։ Երկրորդը դե հասմիկը լավ պոլիտիկա ուներ, չէ՞, իմ հետ առանձին լավ էր, հետո քո հետ առանձին լավ էր։ Բայց ես որ գնում էի տուն, ես հիմնականում տատիկներից տանն էի մնում, որովհետև դու չասցիր ինչ, որովհետև ես անհնարին խելոք բալիկ էի, շատ խելոք, հետո ես ինչի չէի սիրում դպրոցի դասերը, որովհետև ես միաժամանակ հաճախում էի մի 10-15 կրուժոկներ են ժամանակ խմբակներ։ Բոլորը արվեստի։ Բոլորը արվեստի, մի երկու բան կար, որը ոչ արվեստի, դե նկարչական դպրոց եմ ավարտել, Գոբելենով էի նույնիսկ զբաղվում նաև, ռադիստակ, ես պրոֆեսիոնալ ռադիստկա եմ, ռադիստական դպրոց եմ ավարտել, խորի են գնում երգչախմբային ընկերություն, տեխնիկային թատրոն։ Տեխնիկայինը շատ լավն է, որովհետև տեխնիկայինի հետ կապված մենք երկրորդ հարկ էինք կապվում պատշգամբի հետևի կողմից, մեր տան կողմից։ Ներքև ուրեմն ես տեսնում ենք Բակի փոքր երեխաներին, բոլորին տեսնում ենք։ Ու մենք այս կողմից Բակի ավտոց տան պատշգամբի այս կողմից ներկայացում ենք ցույց տալիս տեխնիկային ներկայացում ենք ցույց տալիս։ Ահա մեծ դեպրեսիա։ Մեկ տեխնիկ որ ընկնում է։ Տեխնիկը ձերքից պատականում գնում է ինչ դեպրեսիա։ Պրավալ, սպեկտակլը պրավալ է գնացել։ Հետո էլ Հերմինե ջան, այդ որ ասում եմ կրուժոկներ բաները որ գնում ենք, այդ պատճառով ես այնքան մասիշիններ իմ օրը, ես ատում էի դպրոց եւ 10 տարի երազում էի երբեմն ավարտելու դպրոց, որ գնամ դպրոցից դուրս գամ, ու այդպես էլ եղավ, հենց ավարտեցի ճեղք, այո, դեպի ինձ հետաքրքիր է այ մանկությունից ինչ կա որ չկարողացաք ձեզ հետ բերել, որ մնաց այն երեխաների մեջ, որը լավ կլիներ էլի գա ձեզ հետ մեծանար, ձեզ հետ մնար։ Այն մաքրությունը, բարությունը, սովետի մուլտերից, ֆիլմերից սկսած կար ինչ-որ մի հատ դաբրատա, որը չկա հիմա, չեմ ասում դաբրատան չկա, այն մաքրությունը չկա, ես վերջերս մի հատ վիդեո տեսա Հերմինե ջան, սովետական ժամանակներից նկարած, երևի մի 2-3 րոպեանոց վիդեո էր, հարցեր էին տալիս մարդկանց, ինչ երազանքներ ունեք, եւ հիմիկվա մարդկանց էին, թե երեխաներին, թե մեծերին, ինքան տարբեր էր ամեն ինչը, եւ վասպրիացիան, եւ
ուրիշ հոգի էր, ուրիշ հասկացողություններ, ուրիշ բարություն, ուրիշ տեսակ, ուրիշ խիղճ, ուրիշ արժեքներ։ Այ դրանք ուզեի հետ բերել, ուրիշ հարաբերություններ, անկեղծ, ազնվություն, մաքրություն, անբացատրելի ազնվություն էր, որը բարություն։ ցավոք սրտի այսօր մի փոքր քչացել է։ Իսկ կարող է դա այսօրվա խնդիրը չի, կարող է դա մեր խնդիրն է, որտեղ երբ մեծանում ես, այնուամենայնիվ բախվում ես Ես կարծում եմ, որ երևի թե համացանց հետ։ այդ հարցում շատ Համացանց, մեծ այո։ դեր ունեցավ, համացանցից հետո կարծես ամեն ինչ sense 180 աստիճանով փոխվեց մեր կյանքում։ Համացանցից առաջ ամեն ինչ շատ սիրուն էր ու միակ ռոպագանդան դա հերոստատեսությունն ու թերթն մամուլն էր, հա։ Բայց ինչ տվածվեց, դա էր հիմնական։ Իսկ ի ուրախություն մեզ հերոստատեսությունը տալիս էր միայն լավ բաներ, միայն ազնվություն, միայն բարություն, միայն Ինչ գրաքննություն էր անցնում։ Լիկբեզ այն ժամանակ, լիկվիդացիա без грамотности, ամեն մարդ չէր կարող Երևան հերոստատեսությամբ Պաուչիցնի հաղորդումներ, ֆիլմեր, ամեն ինչ։ Այդ ամենը չենք կարող միանշանակ վերադարձնել ել երբեք։ Ցավոք սրտի։ Իհարկե, հետաքրքիր բան է, չնայած ծնողները ասում են, որ երեխաների մեջ տարբերություն չեն դնում եւ սիրում են հավասարաչափ, բայց իմ կարծիքով մայրիկները ամեն երեխայի հետ ունի որոշակի կապվածություն եւ որոշակի հարցի շուրջ է այդ կապվածությունը։ Օրինակ կարող է մեկի հետ մի հարցում լինի ավելի շատ այդ կապվածությունը, մյուսի հետ ավելի շատ լինի։ Ինձ հետաքրքիր է ձեր մայրիկի կապվածությունը ամեն մեկիդ հետ, որ գծով էր։ Ну երևի թե շատ երևի ներողություն Արմին է, հա, ինձ մեջ շատ Հետո իսկ ասեմ։ շատ է սիրում ինձ, որովհետև Մինուճար տղաներ եւ ցեղում ամբողջ։ Հա, Գերդաստանում էլ միակ տղան էի, որովհետև եւ հորաքույրս եւ հորեղբայրս, հա, այդպես տղաներ չկան, աղջիկներ էին բոլորը։ Ես միակ տղան էի ու պապին միշտ ասում էր իմ գեները շարունակողն է, բան։ Ու այդպես տենց լյուբիմչիկն էի, հա, այդպես սիրելի փոքրիկն եմ եղել, հատկապես որ փոքրն էի ամենա։ Լրիվականակ Արմինի հետ Չէի Գոնե ուզում կատման։ մեկ սպանել էլի դրա համար։ Հիմա Բայց ոնց ախա ասեմ- բոլորիդ մեջից ամենաշատը իրեն է։ Երեք անգամ սպաղել եմ։ Չէ, մենք Սամվելը եթե տղա երեխա չունենար, մեր ցեղը կանգնում է, որտեղ չունենք։ Սամվելը միակն էր, Սամվելին աննկարագրելի սիրում էր պապիկը, պապայիս հայրիկը, բոլորն էին սիրում դե ցեղի միակ տղան, բայց պապիկը յուրովի էր սիրում։ Եվ մենք էլ էինք շատ սիրում, ճմկտում էինք, ինքը շատ չար էր բան, բայց շատ քաղցր երեխա էր։ Դե պապիկը շատ սիրում էր, գիտես ինչի համար, որովհետև նախ մեր պապիկի ընտանիքը շատ մեծ, ընտանիք, որը կոտորվել էին ցեղասպանության ժամանակ, 12 երեխա, բոլորը իր համար կարևոր էր այդ գենը։ Ինքն էր մնացել, հարևանները կարողացել էին փրկել ու բերել էս մեծ մոտ Հայաստան ու հանձնել էին մանկատուն։ Բայց Իրանից ծնվել էր երկու տղա մի աղջիկ, հա, պապիկիցս։ Բայց պապան, հորեղբայրս ու հորաքույրս։ Այնտեղ տղա երեխա չկար եւ գենը ստոպ էր լինում։ Սամվելը որպես միակ իմ վրա էր դա։ Հույսը, միակ հույսը գերը շարունակ։ Միանշանակ փարտիրոջը որդի ունեմ կշարունակենք։ Այո։ ու Սամվելը փոքր ժամանակ օգտվում էր այդ առիթից, ինքս լքեցնում էր ինչ որ բաներ էր անում, բայց իմ հետ կապվածությունը մայրիկից մի քիչ ուրիշ ձևի է եղել, ինքը շատ հիշում ես դաժե մեկ-մեկսես բաներ լինում, ասենք մաման սենյակում քնած է, այդ սենյակից ինչ որ բան է պետք վերցնել, ոչ ոք ռիշ չէր անում մտներ, ցերեկը մաման քնած է այդ սենյակում, գալիս էի տուն ասում էի կարաս մտնես, որտեղ ով դուրը բացեր կարող է արտասում ես որ դուրը բացես սրան ով է վեկես ես նայում ես Մարինեչկա արի ինձ ամել Մարինեչկա էր էլի ասում то есть ինքը ուրիշ յուրովի էր ինձ սիրում երբ որ փոքր էի հիշում եմ միշտ ասում էր ինչ անում է ասում էր ես թեկուզ հաց կհավաքեմ բայց իմ երեխան պետք է նկարչական դպրոց ավարտի ինչ որ ասես բան ինքը անդադ ու շատ ուրախանում էր մեր դաստիժենիայով բեմական ինքը հիանում էր, ինքը այն մայրիկներից էր, որը միշտ բան ա տվել, դուխ ա տվել, թեկեր, պատձերժկը, աշխարհի բարի եւ լավ մայրիկներ։ Ոնց տարակ այդ փաստը եւ նորությունը, որ մայրիկն ու հայրիկը պիտի բաժանվեն եւ այլևս միասին չեք ապրելու։ Ես ասեմ, թե դու ոնց սկսենք, ես սկսեմ դու շարունակես, հա, օքեյ։ Իրանք երբեք օֆիցիալ չեն բաժանվել։ Պարզապես պապան, ես 9-րդ դասարան էի, պապան գնաց հորաքրոջս տուն ապրելու եւ մայրիկս չէր մտածում բաժանվել, մենք ավելի շատ, ես Սամվելը քույրս, ասում ենք բաժանվեիք, որովհետեւ եթե դուք չեք կարող իրար հետ ապրել, ուրեմն պետք է բաժանվել։ Ես համարում եմ, որ ինչի տանջվեն մարդիկ, եթե իրար հետ լավ չեն, որ զորով տանջանքով մայրիկս հանուն իմ ընտանիքի, հանուն իմ երեխաների դեն ժամանակ հատկապես
Բայց ոչ մի ինչ-որ բան տեղի չունեցավ սարսափելի, papan գնում գալիս էր մեր տուն էլի, մեկ օրակրոջս տուն, իրանք նաև շփվում էին մայրիկս եւ հայրիկս, որ ասեմ շատ այնց մոտ ընկերներ էին չէ, բայց շփում կար ընդհանուր, ես անձամբ մենակ լավն եմ, վատը չեմ հիշում այդ հարաբերությունները, որովհետեւ երևի տատիկներիս տանն եմ ավելի շատ եղել, ինչ որ բաներ գուցե ես ավելի քիչ եմ տեսել, հետո Սամվելը տղա է ավելի տղու պսիխոլոգիայով գուցե նայած լինի, переходный возраст и так далее, բայց որ ասեմ իմ հայրը ինքան լավ մարդ ա եղել, ինքը էլի աշխարհի ազնիվ մարդկանցից մեկն էր, Ինչ չէին կիսում, ինչու չէին հաշտվում։ Ես միանշանակ գիտեմ եւ համոզված եմ, որ սեր կար։ Սեր կար։ Այն էլ ինչ տեսակ սեր ա եղել, մեծ սեր ա եղել իրանց մոտ, իսկապես շատ սիրում էին, ուղղակի երևի չէր ստացվել։ Չգիտեմ, միությունը չէր ստացվել։ Տարիների ընթացքում ինչ որ մի բան խանգարել էր, գուցե ինչ որ բաներ կային, որ մենք տեղյակ չէինք։ Մեր իհարկե ինձ համար շատ դա մեծ ցավ էր, որովհետև ես papayin եմ շատ սիրում, մամային եմ շատ սիրում ու տեսնում եմ փոքր հա 10-11 տարեկան երեխա եմ, տեսնում եմ, որ իրանց մոտ նիլադն է, հա, ամեն ինչ կարգին չի։ Դա մեծ ցավ էր։ Գշտվում էին անտառ։ Իհարկե papan ավելի շուտ մահացավ, մեզ մոտ հետաքրքիր պատմություն է դա, որ papan մահացավ ու ուղիղ 12 տարի հետո, նույն օրը, նույն ժամին մահացավ։ 12 տարվա տարբերությամբ ու նույն օրը, նույն ժամին։ Ու իհարկե papan դավաց է իջմիածին քաղաքում, այնտեղ ընտանեկան գերեզման ունենք, պապիկի եւ այլն։ Իսկ մենք արդեն տեղափոխվել էինք այստեղ 12 տարի հետո, երբ որ papan մահացավ, մենք բնականաբար պետք է այդ հարցերը լուծենք եւ դառնանաբար այստեղ Երևանում գերեզման վերցրեցինք, հետո ես հասկացա, որ իրանք միշտ եղել են բաժանված, ես չեմ ուզում իրանք բաժանված մնան, նույնիսկ շիրիմները։ Հա, papayi շիրիմը տեղափոխեցի այստեղ, միացրեցի իրանք, իրենց բայից հետո կարողացա միացնել իրանք, հա։ Մենք մեզ լավ ենք զգում դրան։ Ինչ են կորցնում երեխաները անկախ տարիքից, երբ ծնողները երկնային կյանք են տեղափոխվում։ Այ բացի այն, որ այո, ֆիզիկապես մենք կորցրեցինք, ինչ ես կորցնում։ Ասեմ մի բառով անտերություն։ Այո, որփեն։ Միշտ ամբողջ կյանքներս արդեն անտեր եմ լինելու։ Ինչքան էլ քո կյանքը լավ լինի, քո կողքը լինի լավ ամուսին, լավ ընկեր, լավ ընտանիք, միևնույնն է դու քեզ անտեր ես զգում, անտեր։ Ծնող չկա, անծնող։ Ծնողը երկրային տերն է քո, երկնային տերը, իսկ երկրայինը դա ծնողն է, երբ դու դառնում ես երկրային անտեր մարդ։ Ծանր է, բայց եւ մի հատ բանը ես ասեմ իմիջայլոց, որ ասում են ժամանակը ամեն ինչ բուժում է, չէ։ Սա միակ բանն է ծնողի կորուստը, որը ժամանակը ոչ միայն չի բուժում, այլ խորացնում է գնալով։ Սա միակ բանն է, որ գնալով ավելի խորացնում է։ Հա, անպայման, չէ, չենք տխեցնում, դա կյանքի օրենքն է, եւ հետո մենք ենք դառնում ծնող։ Բնականաբար, հա, այդ կոմպենսացիան։ Ամենայն դեպս դա չի անցնում։ Այս սերը, որ մենք կցանկանայինք ստանալ մեր ծնողներից ու ցավոք սրտի չենք ստանում, այդ սերը ամբողջությամբ փոխանցում ենք մեր զավակներին, մեր բալիկներին։ Եվ դա կոմպենսացվում է ինչ որտեղ ինչ։ Ես էլ ուզում եմ անպայման այս հատվածը ավարտենք, գիտեք ինչով, այսօր կյանքը այնքան զբաղված է, շատ երիտասարդներ հատկապես այսօր գիտենք 18-19 տարեկանից սկսած մարդիկ ձգտում են առանձին ապրեն, դուրս գան ծնողի թևի տակից եւ այս զբաղվածության պատճառով անդադարում են վայ ժամանակ չունեցա մամայի զանգելու, վայ ժամանակ չունեցա պապայի զանգելու։ Ես կուզենայի այս զրույցի ավարտին մենք sense մի հատ հիս հորդորեի կոչ անեի մարդկանց, որ անկախ ձեր զբաղվածությունից վերցրեք հեռախոսը զանգիկ ձեր ծնողներին, որովհետեւ դուք վաղը կարող է այդ հնարավորությունից չունենաք հաստատ։ Դա նաև ինձ եմ հիմա ասում, որովհետեւ երբեմն ես հասկանում եմ, որ ես ունեմ այդ բաց թողումը, ինչի համար ներողություն եմ խնդրում եւ կուզենամ այդ բացը լրացնել ավելի sense մեծ կերպով։ Հերախոսից մեջ մինչ հիմա ուրեմն կա մամայի հերախոսի համարակը։ Միակ երազանքս է, որ զանգ ստանալու հետ գրված լինի մամա։ Ես ուզում եմ շնորհակալություն ասել այս վստահության համար, որ ձեր հիշողությունները նաև ինձ տվեցիք։ Մեկ այլ բան է, երբ նայում եք ձեր հարցազրույցները, ես մի քանի օր շարունակ անդադ նայում եմ ձեր հարցազրույցները, ինչ որ պատմություններ լսել էի, արդեն ինչ որ պատմություններ նորություններ ինձ համար, բայց այս միջավայրը, որ այս մթնոլորտը, որ հիմա կա այդ վստահության, որ դուք ինձ վստահեցիք եւ պատմեցիք, շատ թանկ է ինձ համար։ Շնորհակալություն։ Փոխադարձ ջան։ Մենք հիմա փոխում ենք մեր ուտեստը եւ խոսում ենք ոչ միայն մութ ու ցուրտ, այլ նաեւ շատ հետաքրքիր շերտեր պարունակող 90-ականների մասին։ Վաու։
Ես արդեն բազմիցս պատմել եմ, որ իմ սիրելի Վալան գրուպը ունի կահույքի մեծ, ահռելի արտադրամաս, ավելին ասեմ, տարածաշրջանում ամենամեծ կահույքի արտադրամասներից մեկը, որը արտադրում է որակյալ կահույք բարձրակարգ նյութերից, ինչպես նաև կահույքի արտադրամասը ունի իր դիզայներները եւ դուք կարող եք թե ձեր անձնական դիզայնով պատվիրել կահույքը, թե տեղում հենց պրոֆեսիոնալներին եւ մասնագետներին դիմել այդ հարցով։ Եթե ես կրկին ընտրեի մասնագիտություն, հաստատ ես կդառնայի կահույքի դիզայներ, որովհետև ես միշտ պատկերացնում եմ, որ դիզայներները աշխատում են շատ կոմֆորտ միջավայրում։ Միշտ իրենց սուրճի բաժակով, նոթատետրով, համակարգչով։ Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ են մտածում ինտերիեր դիզայներներն ու ճարտարապետները։ Ես ամեն օր աշխատանքի կգնայի գեղեցիկ հագնված, բարձր տրամադրությամբ եւ պատրաստ իրականացնելու հաճախորդների ամենակմահաճ երազանքներն ու ցանկությունները։ Էկրանին երևացող նկարները կլինեին իմ օրինակ վերջին աշխատանքները մի ֆանտաստիկ բնակարանից։ Հյուրասենյակ, ճաշասենյակ, միջսենյակային կահույք, մանկական սենյակի կահույք, իսկ խոհանոցը դեռ գծագրում եմ։ Ես կուզենայի, որ այս ցանկություններս եւ երազանքներս ի կատարածվեին Վալան գրուպում։ Բավական է դուք մուտք գործեք Վալան գրուպի պաշտոնական կայք, գտնեք այնտեղ կահույքի բաժինը եւ կհասկանաք, թե ինչու եմ երազում աշխատել հենց այնտեղ, դե եթե իհարկե ես լինեի դիզայներ։ Ես այստեղ կգծագրեի քեզ համար կահույք կամ կլսեի քո ցանկությունները եւ մեր արտադրամասը իրականություն կդարձներ քո երազանքը քո իսկ գծագրով, այնպես որ ապագա բնակարանիդ կահույքը գրեթե պատրաստ է, ինչպես իմ երազանքը։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Պատրաստելու եմ իշխան ձկան ֆիլեն աղով եւ նարենջով։ Շատ հետաքրքիր ձև է լինելու։ Կարող եք ցանկացած ձուկ այսպես անել։ Ես գիշերը լավ տանջվել եմ, հանել եմ ֆիլեն, դուք կարող եք առանց տանջվելու հանել, եթե ձևը գիտեք։ Ծովի աղը թավայի մեջ եմ գցրել։ Տեսեք, ավելացնում եմ նաև նարնջի կեղևը։ Չմոռանաք բաժանորդագրվել սեղմեք զանգի կոճակը, բաժանորդագրվեք, թողեք մեկնաբանություններ եւ իհարկե եթե ունեք հրաշալի, հետաքրքիր, հեշտ բաղադրատոմսեր, ապա անպայման ուղարկեք ինձ։ Ավելացնում եմ նաև թարմ սամիտ։ Եվ հիմա ձկան ֆիլեն դնում եմ հենց այս աղի, նարնջի կեղևի եւ սամիթի վրա։ Եվ ծածկում ենք եւ թողնում ենք գոլորշով տաք աղի վրա եփվի իշխանի ֆիլե։ Ինչ լավ է, Ինչ գեղեցիկ է, красиво, как вкусно пахнет բանա։ Փեշակ ունեք համել, Հերմինե ջան, փեշակ ունես հետագայում ալելի, կյանքն ես բանա, որ կուզենաս քո սեփական ռեստորանը բացել։ Ոնց Մարտին Յորգանսը համ էփում է, համ աշխատացնում է իրարից տարանը, համ էլ երգում է, երգելով ճաշերը լցնում է, բաժանում է բոլորին։ Ինչ ենք փորձելու։ Մենք փորձելու ենք հայկական Սևանի իշխան, որի ֆիլեն ես եմ առանձնացրել մնացած բոլոր մասերից։ Եվ պատրաստման տեխնոլոգիան շատ հետաքրքիր է, որովհետև ոչ եփված է, ոչ թխված է, ոչ էլ տապակված է։ Ծովի աղի վրա Գոլորշիով երևի, հա։ Փակ կացայի մեջ կարելի է ասել գոլորշիով, չգիտեմ այնտեղ ինչքան մեր գոլորշի առաջացել, բայց փակ տարածության մեջ ծովի աղի վրա, որը համեմել էի նարնջի կեղևով, սամիթով, այսպես պատրաստվել է մեր իշխան ձուկը եւ հետնել նույն նարինջը, որի կեղև օգտագործել էի աղի համար, նարինջն էլ օգտագործեցի աղցանի համար։ Առաջարկում եմ փորձենք։ Փորձենք սիրով, կարևորը շատ գեղեցիկ է, ընթացքում համը հասկանանք։ Բա ոնց է բուրում, չէ՞։ Հա, դա։ Ցավոք սրտի հերոսատիտողը չի կարող։ Ձեր ակնոցը բույրը չի փոխանցում։ Անկապակնոց։ Սեր է փոխանցում, սեր։ Հայ։ Дорогая. Если ничего, Эрмина, это что такое? Предупреждать нужно. Шат хамов. Осторожно, вкусно. Очень, да, вот так. Սիրելի սոուսն է։ Հա, բայց իրոք շատ համով է։ Իսկապես համով։
Ինչպես եւ խոստացել էի, խոսելու ենք մի ժամանակաշրջանի մասին, որը ինձ շատ հետաքրքիր է, որովհետեւ ես ինձ շատ լավ հիշում եմ 90-ականներում եւ հիշում եմ այն վառ կերպարներին, որ 90-ականներին կային եւ մենք այսպես նայում էինք հերոսացույցը, ոսում ենք Աստված իմ Արմինե Գրիգորյանը մի ամբողջ մարզահամերգային համալիր է օրինակ լցրել այդ մագիան, այդ կախարդանքը, որ մարդիկ մի հոգու համար գալիս են, հավաքվում են եւ պատրաստ են մի քանի ժամ այդտեղ լինել, ավելի ոչ թե պատրաստ են, այլ իրար մորթելով էին գալիս։ Այ ուզում եմ հասկանալ, ինչն էր բերում մարդկանց։ Այ ոնց էր, որ մարդը պատրաստ էր 90-ականներին արտիստի համար վեր կենալ գնալ մարզահամերգային համալիր, հատկապես Արմինե Գրիգորյանի համար։ Շնորհակալություն լավ հիշողությունների համար, Հերմինե ջան, ասեմ, դա էր քիչ առաջ ասում ենք, արժեքները ուրիշ էր, մարդիկ համերգի համար, ուրախության համար կարող էին գնալ, հիմա էլ են գնում, կարծում եմ, հիմա էլ են գնում մարդիկ, պարզապես այդ ժամանակ ուրիշ ձև էր ամեն ինչ, ինչի էին գնում, որովհետև թե այն ժամանակ, թե հիմա մարդիկ ինչի են գնում միտեղ, որովհետև իրենց լավ են զգում, իսկ լավ զգալը գալիս է, երբ որ չկա պաթոս, չկա բան, ինչ են սիրում արտիստին կամ չեն սիրում, մեծամտություն որ չկա, կա իսկական լինելը, այն ժամանակվա արտիստների իսկական էին ավելի շատ, հասկանում եք։ Բայց մի մոռացի Արմինե, որ դու շատ տարբերվող ես եղել այն ժամանակ, հա։ Բոլորը միանման էին, հա, մի գույնի էին, մի տեսակ էին։ Արմինեի բեմ դուրս գալը, Արմինեի հայտնվելը, հա, այդպես որպես հայտնություն, այդ տեսակ շատ զարմանալի էր, որովհետև այդ ազատությունը չկար, որովհետև Սովետը նոր էր թվում է թե երգչուհի չի, արտիստ է, բայց երգում է բոլորից ավելի արտիստիկ եւ ավելի հետաքրքիր։ Երգում է իր գրած երգերը, որոնք միջև հիմա 30-40 տարի հետո մարդիկ կատարում են։ Այ ուզում հասկանամ, այդ որտեղից էր ձեզ եկել։ Հերմինե ջան, երևի մինչև երկարվեստը թատրոնի շկոլա գոյություն ունի։ Ես շատ լավ շկոլա եմ անցել թատրոնի, մեծ պրակտիկա եմ ասել եմ մի քանի անգամ, սա այն տարբերակն է, որը պետք չի խուսափել 88-րդ անգամ ասել դրա մասին, որտեղ դա իմ պարտությունն է։ Ես մեծությունների աշակերտ եմ եղել։ Իմ դասատուները եղել են Մետաքսիա Սիմոնյանը, ասենք թե բեմական խոսքի վարպետ Սոս Սարգսյանը մեր կուրսի ղեկավարներ, Նիկոլայ Ծատուրյան, Արմեն Էլբակյան, Սոս Պետրոսյան, Էլիզավետովնա, նենց մի հատ աստղաբույլ են եղել իմ դասախոսները, գիտեք ժամանակ ինչ այլ ժամանակ երեխա ենք չենք զգում այդ բանը երևի այդքան, հետո մեծանում ես ոնց էլ չլինի քո վրա անդրադառնում է այդ ամեն ինչ, ես հիշում եմ Սոս Սարգսյանը լուսահոգի, երբ որ քննության ընդունելության ժամանակ ասեց ինչ ես կարդում, ինչ գիրք ես կարդացել, ինչ ես կարդում, իմիջիայլոց դες խոսում ենք դպրոցը չէի սիրում ման, բայց ինձ փրկել է որ ես շատ կարդում էի, շատ սիրել եմ կարդալ, մաման գալիս էր խուդորոշնի գիրքն էի կարդում, հենց մաման մտնում էր դասերը ստուգելու, փոխում էի մաթեմատիկան էի դնում, ասենք թե իբրև թե պարապում եմ։ Եվ ընդհանրապես այն ժամանակվա, որ քիչ առաջ խոսում էինք արժեքներից, դա էլ ասեմ, կարդում էին մարդիկ։ Հիմա չեն կարդում, ոչ մեկը չեն կարդում, որտեղ համացանցը հայտնվել է, դրա համար չեն կարդում։ Իսկ ինչն է ասում, որ անցանք դրան այն։ Ոնց է որ դուք իսկապես տարբեր էիք, կամ դա չէիք զգում, բայց հիմա հո գիտեք որ դուք տարբեր էիք։ Հետ որ չլինի նայում եք, չէ՞ այդ վավերագրությունները։ Դե տարբերվել եմ, որովհետև չգիտեմ, ասեմ ինչի, երևի հատուկ ոչինչ որ չես անում, այդպես է լինում։ Այ հատուկ բաները բնական չի, հատուկը։ Անկեղծություն է երևի թե։ Իսկական լինելը, ինչ մարդը ժողովուրդը հանդիսատեսը սիրում է, երբ որ արտիստը տվյալ մարդը բանը անկեղծ է, իսկական է, կարող է շատերին դուր չգաս։ Բայց այդ ձեր տարբեր լինելը գոլեգաները ներում էին։ Դա առանձին մեծ հաղորդում է, հա, ասեն սիրուն օրը եմ ասում, ինչի՞ չէ, շատ գոլեգա, շատ եւ լավ եւ տարբեր, շատ ես տպավորված եմ, լավից պիտի խոսես էլի, մենակ վատն ենք, օրինակ ես չեմ կարող մոռանալ, կարևոր չի երևի թե Էլվինա Մակարյանին եմ ուզում խոսել, հանդիսատեսի կարծիքը, եթե հանդիսատեսի իր գնահատականը տալիս է, հա, կողքից դե բնականաբար կարծիքները կարող են լինել։ Հերմինե ջան, ես իմ գոլեգաների հետ բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել այն ժամանակ կամ եթե բաներ եղել էլա, դա չի նշանակում որ մեր հարաբերությունները փոխվել է։ Ես բոլորի հետ շատ նույնիսկ այն մարդկանց ովքեր
ինչ որ խոչընդոտներ են իմ կյանքում ստեղծել, ես իրենց հետ եմ լավ եղել եւ հիմա նույնպես։ Հա, ասեմ իմանաք, նես չի որ ես դից բան, հակառակը ես շատ, я просто тихо люблю уходить։ Ես երբ որ ինձ բան արեցին, ուրիշները պատեպատ մարդ ճարել, բան խցկվել, բան, ես դες բաներ չունեմ, ես ասացի դուք պետք է երազեք, որ ես նախ լինեմ, որովհետև ես եկան հոգնած էի, ամել գեր հոգնած էի։ Ես օրը 3-4 սատ մենահամերգ եմ ունեցել, սա ամելը կհիշի։ Գումար աշխատում էի։ Շրջանները, այն էլ ինչ գումար էի աշխատում, դա արդեն հերիքա որ դեմ լինեին լիքը մարդիկ։ Շատ երիտասարդ տարիքում շատ մեծ գումարներ էի աշխատում, այն սև հոտով ցլաֆաններ կար կհիշեք, կալոդով փողեր է, մենահամերգ ստադիոնում ինչ գումարներ կաշխատես։ Շատ գցում էին իհարկե, խափում էին մենեջերները, այն ժամանակ շատ կար տենց բաներ, ինչպես երկրից գնում են լիքը տես դեպքեր էր լինում, բայց վտոգի շատ երիտասարդ ժամանակ տեսնել տենց մեծ փողեր, սենց էլ ապրել, դա իր էֆեկտն ունի, դա իր այդ արկությունն ունի։ Ոչ միայն քեզ համար, շատերի համար, բոլորի համար, հա, եւ հետո ցավոտալի որ այդ մարդկանց համար որ շատերին կակտը ոչ իմ, բայց քանի որ չմոռանանք ինչու են գալու։ Այո, մինչ Էլվինա Մակարյանին անդրադառնալը ինձ հետաքրքիր է Սամվել, բավականին բարդ ոլորտ է, շոու բիզնես, երկարվեստ, բեմարվեստ եւ այլն։ Քիչի դուք էիք դրա մեջ։ Մի հատ ձեր քույրն էր դրա մեջ։ Այ ուզում եմ իմանամ այդ տենց է, չէ, հայ տղամարդը ամեն դեպքում պատասխանատու է իր քրոջ համար, չմոռանանք, ինչի մասին խոսենք, չխոսենք, կան ստանդարտներ մեր իրականության մեջ, որոնց շղթել չենք կարող։ Այ ոնց էիք այդ ամեն ինչի մեջով անցնում, մի կողմից լավ իմաստով ոչ ստանդարտ մոտեցումներով, արվեստով, երգերով, բեմական ներկայացումներով քույր, մյուս կողմից դուք, մյուս կողմից մարդիկ, ովքեր դրա կարող էին ամբողջովին չընկալել, այ ուզում եմ ձեզ տեսնել այդ ժամանակաշրջանում որպես եղբայր։ Քանի որ մենք ունեինք այդ ժամանակ հայտնի էինք, հա, շատ, այդ ժամանակ ունեինք շատ հայտնիներ, ժամանակ չկար նույնիսկ այդ մասին մտածելու, որտեղ աշխատանքը չափից ավելի շատ էր, ու դե ժամանակներն էլ իհարկե համաձայն են ինչ-որ բանով նույնիսկ ստիպում էին, որպեսզի մի փոքր հայացքներին ուշադրություն դարձնես միանշանակ, ու բոլինգ միանշանակ եղել է, հա, որովհետև այն տարիները մի փոքր այլ տեսակ էր մոտեցումը, մտածելակերպը, հա, եւ այլն։ Բայց մեզ մոտ խնդիրներ առասարակ չկար, առասարակ չունեինք խնդիր եւ շատ աշխատում էինք, իսկապես շատ։ Օրվա մեջ 3 մենահամերգ։ Ժամանակ չի ունեցել ուրիշ բաների հետևից ընկնելու, իր ասել ճիշտ բացատրել։ Այնքան խիտ էր օրվա գրաֆիկը, որ ես հիշում եմ, որ մենք հաճախ դուրս էինք գալիս հյուրախաղերի շրջաններում, չէ, քաղաքներում մեջ։ Հա, նաեւ Հայաստանի բոլոր։ Այսինքն որ մի քանի համերգներով այդպես կարողաբան, հետո երեկոյան ինչ որ տենց հավաքույթ լիներ, օրվա ընթացքում նաեւ այցել էինք ինչ որ զորամասեր, մանկատներ, Հայաստանի բոլոր զորամասերում մի քանի անգամով համերգներ են ունեցել, գիտեք, չէ՞։ Նույնիսկ ժամանակ չկար դրա ծերանոցներում, մանկատներում։ Այդ թվականների մասին մի քիչ էս չբացահայտված էջեր կան շոու բիզնեսում, ասում են, որ շատ էին լինում դեպքեր, երբ հայտնի քաղաքական գործիչներ կամ քրեաօլիգարխիկ մշակույթի, ենթամշակույթի կրողներ, այսպես երբ իրենց հավաքույթները գալիս էին, հրավիրում էին արտիստներին, ոչ հանրության համար հասու այսպես միջավայրներ երգելու, նրանց համար ժամանակ ապահովելու, նման բաներ կային, թե այս խոսակցություններ են կամ պատկերացումներ են մարդկանց համար։ Ասեմ, դու ասա, հետո ես կասեմ։ Չէ, կային միանշանակ ու միջևորս էլ կան։ Նմանատիպ հավաքույթներ լինում են նաև բարձրաստիճան հյուրեր ունեն եւ բնականաբար բացի պաշտոնական հանդիպումներից նաև լինում է երեկոյան ինչ-որ տենց բանկետային եւ այլն, այդ ժամանակ միանշանակ ու հիմա էլ այս պահին, չգիտեմ, այս իշխանություններից տեղեկություն չունեմ, բայց միշտ դա եղել է եւ դա նորմալ է համարվել։ Այսինքն այն մարդը, որը ուներ ներողություն ռեյտինգ, սեր ուներ, լավն էր, բնականաբար բարձրաստիճան հյուրերի մոտ ցուցադրում էին այդ մարդկանց նաև իրենց աշխատանքը, իրենց արվեստը, ու այդպես մենք ինչքան շատ էինք աշխատում։ Երևի թե քչերից եմ եղել, միակներից, որը վստահ կարող եմ, պես քո հաղորդման մեջ ասեմ, դա երբեք չի խոսվի սրա մասին, այն որի մասին որ խոսում է, որ տենց ստիպված գնում ես, որովհետև պիտի բան անես, երբեք ոչ ոք կյանքում ինձ ոչ միտեղ չէր կարող պարտադրել, որ ես գնամ իմ չուզելով երգից, միշտ գնացնեմ այնտեղ, որտեղ ես ուզել եմ երգել, միշտ ունեցել եմ հնարավորություն դուրս գալ այնտեղից, որտեղ ինձ հարմար չի,
անկախ պաշտոններից եւ ովքեր որ լինեն, դա չի քննարկվում։ Սամվել, ինձ հետաքրքիր է ձեզ համար ձեր կարիերան սկսելուց մինչ այսօր այն ամենասենց քաղցր էտապը, որ միշտ հիշում եք, ասում եք, որ բայց շատ լավ էր։ Բոլոր ժամանակաշրջանները, բոլոր էտապները ինձ համար քաղցր են եղել, Էմիլի ջան, որովհետև դա ես չեմ արել որպես աշխատանք, դա ես արել եմ իմ մասնագիտություն, իմ կյանք որպես, հա։ Ես միշտ համարել եմ, որ բեմը իմ կյանքն է, որտեղ ես աշխատում եմ։ Էական չի ես ինչով եմ զբաղվում, դա երգել, թատրոն կամ պարզապես հաղորդավարություն։ Դա իմ յուրաքանչյուր արած աշխատանքը, դա ինձ համար մեծ երջանկություն է, իմ բոլոր ժամանակներում։ Երբեք չեմ դասավորել, այս բեմը լավն է, այն բեմը լավը չէ, բեմը վերջին աշխատանքի տեղն է։ Ինչն է այս տարիքում մարդուն կապում իր ընկերոջ հետ։ Ինչ շատ փիլիսոփայական հարց կարող է թվալ, բայց ինձ թվում է այնքան պարզ բաներ կան, որ մենք դա անտեսում ենք, մոռանում ենք, ուշադրության կենտրոնում չենք պահում եւ սկսում ենք շատ խոհա փիլիսոփայական բաներ ասել։ Տարիների փորձը, մոտեցումներն են նույնը լինում, հա։ Կյանքի ընդհանուր լիքը բաներ, ճանապարհներ անցած, ճանապարհներ շատ։ Օրինակ ես ընկերություն անելուց sense մի բան ունեմ, շատ հետաքրքիր տարբերակ առաջարկում եմ բոլորին։ Դրանպես ոնց է, որ մարդու հետ շփվում ես, ժամանակ է, չէ՞ պետք անցնել, որ տեղը բերես տեսակը, ինքը քո դու իր ընկերական թեկուզ կապ չունի ինչ հարաբերություններ։ Ես շատ սիրում եմ մարդկանց երես տալ։ Որ նստեն գլխիս։ Երբ որ դու դա անում ես, շատ շուտ է իրանց դեմքը պարզվում, ուսպես տենաս ուր կհասնի այդ մարդը։ Կան մարդ, որ ինչքան երես ես տալիս, չափերը չի անցնում, այդ բաները կա ինչ-որ սահման, սուբարդինացիա, որ մարդ կա այդպես մի քանի տարի, կան մարդիկ, որը մի քանի տարի ամիսներ տնտղում են նոր մոտիկություն եւ այլն, ես շատ մոբիլ է դա ստացվում, ավելի արագ է ստացվում, մարդիկ ունեն տենց բան, որ նստեն գլխի տեղավորվեն, էլի, թույլ ես տալիս շուտ ես ճշտում, լավ ես չկա ամիսներ, տարիներ ճշտեք ով այ չա, արագի մեջ թույլ ես տալիս, բոլոր սահմանները տեսնում ես, ուր կհասնի այդ մարդը իր դաստիարակությունից ելնելով, իր տեսակից եւ լիքը բաներ է պարզվում, արագ ընթաց կուրսեր եմ անում, էլի, ավելի չկա ժամանակ չկա, տարիներ տանենք վերենք մարդկանց։ Դա էլ է տարիքի ձև է ու դրա համար շատ քիչ ընկերներ ունեմ, են լավ ընկեր, որ կասեմ կողքս, хорошего понемножку։ Իսկ եթե անկեղծ, շատ անկեղծ, որտեղ բոլորս էլ ունեն քույրեր, եղբայրներ կամ շատերը ունեն, որ որպես քույր հրաշալի են, որպես եղբայր հրաշալի, բայց ընկերություն չեն անում իրար հետ, եւ սա էլ է նորմալ։ Ընկերներ եք։ Հա, միանշանակ, Էմիլի ջան, որովհետեւ նախ նույն մասնագիտությունը։ Հետո մենք էջմիածնում էինք ապրում։ Տեղափոխվել դժվարություններով շատ դժվարություններով տեղափոխվել ապրել օտար քաղաքում, օտար միջավայրում, միասին, մեջքի տալով, դժվարությունները միասին հավասար կիսելով, այդ ամենը սա ընկերությունը ձևավորում միանշանակ։ Գուցե գալիս է ինչ-որ լավագույն խորհրդատուն, ես չգիտեմ, ինձ համար միշտ Արմինեն է եղել։ Նաև կարծում եմ, երբ ես էլ եղել եմ ամենալավ խորհրդատուն Արմինեի համար։ Գուցե գալիս է մի տարիք կին տղամարդ հարաբերությունից, բայց մենք միշտ այն ամենագաղտնիքներս ավելի շատ իրան եմ ասել, քան գուցե եւ քրոջս ժամանակին, որովհետեւ մասնագիտական որ նույնն են։ Նույնն էլ քրոջս հետ է։ Սիրային պատմությունները ձեզ պատմել, հա։ Ժամանակին պատմել եմ։ Հա, եթե կար այդ ժամանակին ինչ-որ տենց բան, տղակը որ հետաքրքրվում է ինտերնետին բախում։ Իսկ հիմա նույնիսկ ես ասում եի որ Իսկ հիմա ես ձեր իմացած աղջիկներից չեմ, օքեյ։ Չէ, վերջի ժամանակները հիշում եմ որ ասում էի, չէ, ասում էի ով դե $10,000 մի ժամանակ մեծ փող չէ։ Ով ամուսնացավ Արմինեի $10,000 տալու է։ Իսկ ո՞ղա հիմա 100 տակ։ Հիմա Ես բարձանում եմ, հասկանանք ինչ ենք անում, մարդիկ նայում են վերջինս Սամվել ջան։ Ստանանք որպեսի մեր աղջկան տա։ Մեր աղջկան լավն է։ Լավ, ես առաջարկում եմ ավարտենք մեր այս ձկնային պատմությունը։ Էլի եք ուտելու Հելմինե ջան։ Դե անում էլի որ այսօր ենք գնում այդ 90-ականներ իրար հետ շատ ուժեղ փոխկապակցված են, ուղղակի ոչ իշխան այլ սիգան։ Միևնույն է լավ հիշողություններ, որքան էլ բարդ է եղել, որքան էլ այնուամենայնիվ հետաքրքիր է եղել։
Այո, Սա շատ։ ամենակարևորն է, երբ որ խոսում ես ինչ-որ մի ժամանակի մասին, հասկանում ես, որ հետաքրքիր էր, բուրըն էր, տարբեր էր, բայց խոսելու ենք ոչ պակաս հետաքրքիր եւ բուրըն մեր ժամանակների մասին։ Պլաններ, ապագա երազանքներ, տեսնենք ինչ կա առջևում։ Ես որոշեցի դատարկեմ ափսես, որովհետև ինքան համեղ է, որ Լսի, ես էի ուզում նույնն ասել, ընդհանրապես ափսեի մեջ թողում են, չէ՞, կուլտուրայից ելնելով, բայց մենք պետք է ուտենք Դա մեծ կոմպլիմենտ կլինի, եթե դուք Да, ավարտեք։ это на самом деле очень вкусно, ну надо же. Եկավ քաղցրավենիքի պահը եւ ես ստրեսի մեջ եմ, որովհետեւ ամենավատը ինձ միշտ քաղցրավենիքն է ստացվում եւ ես ամեն անգամ այդպես մտածում եմ բաներ, որոնք եւ հեշտ կլինի եւ արագ կլինի եւ չեմ փչացնի եւ խայտարակ չեմ լինի, դրա համար այսօր մտածել եմ մի հետաքրքիր եւ խորամանկ դեսերտ, որը կարող եք պատրաստել ցանկացած բաղադրիչներով, ընդհանրապես պետք է երևակայություն պատրաստելու եմ բեզեյով, պաղպաղակով եւ մրգերով դեսերտ, որը կլինի եւ թարմացնող եւ քաղցր եւ այսպես կփակի մեր ճաշի ցիկլը։ Սկսեցինք։ Դուք կարող եք ցանկացած միրգ, հատապտուղ, սեզոնին համապատասխան ընտրել եւ հենց դրանցով էլ պատրաստել։ Ես այսօր ձեռքի տակ ունեմ արքայա խնձոր։ Ես ձեռքի տակ ունեմ արքայա խնձոր եւ բանան, հենց դրանցով էլ կպատրաստեմ։ Վերցնում ենք անհատական մատուցման փոքրիկ ափսեներ, բաժակներ, ինչ որ ունեք եւ սկսում ենք հավաքել եւ դասավորել մեր դեսերտը։ Առաջին հարկում դնում ենք բեզեն, ինչու ներքևը, որովհետեւ մրգերի հյութը եւ պաղպաղակը հալված ավելի փափուկ է դարձնելու մեր բեզեն, դրա համար առաջին ներքևի հատվածում կդնենք հենց բեզեն։ Հետո դուք կարող եք դնել ցանկացած ջեմ, դուք կարող եք դնել մուրաբա, դուք կարող եք դնել սոուսներ։ Ես որոշել եմ դնել եփված խտացրած կաթ։ Օպ։ Ավելացնում ենք բանանը, պաղպաղակ ենք վրայից դնում, արքայա խնձոր։ Եվ ես վրայից էլ շոկոլադի փաթիլներ կանեմ, որ գեղեցիկ լինի։ Վերջ։ Вау, Эрминет, ты нас пишешь. Ты нас балуешь еще как, дорогая. Это что это такое? Я не понимаю. Սա գիտեք ինչ է, սա այն կանացի խորամանկ բաղադրատոմսերից է, այն որ շատ ժամանակ էլ չունես, բայց ուզում ես հյուրերիդ անպայման համեղ դեսերտ հյուրասիրել եւ սկսում ես ստեղծագործել եւ մատուցել մի քիչ ոչ ստանդարտ այն ինչ որ սեղանին կարող է լինել։ Ներքևում բեզե, իմ շատ սիրելի խտացրած եփված կաթը, որը այսպես կխառնվի իրար, բանան, անանաս, այո։ Եվ հետո առաջարկում եմ վայելենք Armenia Wine ընկերության V&M կոնյակը 10 տարեկան։ Այս կոնյակը շատ յուրահատուկ է, որովհետև հնեցվում է 8 մետր խորությամբ բազալտե մառանում եւ ամբողջ ընթացքում հնեցման ընթացքում 10 տարի շարունակ հնչել է Արամ Խաչատրյան եւ հիմա այլ որ գնաք մառան, միացրած է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ինչ հետաքրքիր բան ես ասում։ Կոնյակը հնանում է հենց խաչատրյանական երաժշտության ներքո։ Երաժշտության մասին։ Շատ հետաքրքիր, գեղեցիկ բաներ։ Փորձում ենք ամենքիդ մարդկանց արվեստին գրականությանը մոտեցնել։ Իդեպ մինչ իմ հարցին անցնելը խոսքի մեջ կիսատ մնաց Սոս Սարգսյանի հարցը ձեզ, թե ինչ եք հիմա ընթերցում քննությանը, պատասխանը չհնչեցրեցիք, ինչ էիք կարդում այդ ժամանակ։ Խոսքով ընկանք թեման փոխվեց, երբ որ ընդունելության քննության ժամանակ Սոս Սարգսյանը ինձ ասեց, ինչ ես հենց հիմա կարդում։ Իսկ ես կարդում էի Մարկեսի «Ստոլետ одиночества», տենց էր ասի, 100 տարվա մենություն, ասի Մարկեսի «Ստոլետ одиночества», ասեց ռուսերեն ես կարդում, ասի ասեց եթե դու ինձ խոստանաս, որ
նույն գրքի հայերենը կկարդաս։ Ես քեզ կընդունեմ, то есть ընդունել ժյուրի նստած էր հանձնաժողովը, նաև Սոս Սարգսյանը բնականաբար։ Ես ասացի, ես խոստանում եմ։ Դե հաստ գիրք էր «Ստոլետ одиночества», եւ ես մեկ ամսվա մեջ ռուսական կրթություն ունենալով մեկ ամսվա մեջ կարդացի այդ գիրքը, ասեմ ավելին մի քանի անգամ եմ կարդացել, որտեղ տարբեր տարիքում տարբեր ես չի հասկանում։ Իհարկե։ Ու միշտ տպավորվել է նաև ուսանողական ժամանակ առաջին դասին, որ եկավ Սոս Սարգսյանը, արդեն ծանոթություն մեզ հետ ուսանողական ժամանակ, կուրսեցիները միշտ հիշում են, ջուր կյանքից էր խոսում, բան ասեց, այս դարում, այս աշխարհում մի ամիտ մարդ էլ չկա։ Օրինակ ձեր մեջ կա մի ամիտ մարդ, սա տենց իհարկե չէ, ասեց, ջահել 17 տարեկան երեխեք ենք ուրախ։ Ես միակն էի, որ ձերս բարձրացրեցի, ասի ես եմ, ես ասես դուք մի ամիտ եք, ասի շատ հավվել էր, միշտ այդ հիշում ենք։ Լավ հիշողությունների համար, ինչ հաճելի է, երբ այսքան մեծ կենսագրությամբ մարդիկ հիսվում են իրենց հիշողություններով։ Վայրեն կոնյակը հարց ունեմ այս թեմայի շուրջ։ Դուք եք կոնյակի դիտակը։ Ինչ լավ հոտ ուներ, կժնամ։ Ձեր կյանքի ընթացքում վստահաբար եղել են հանդիպումներ շատ յուրահատուկ հայտնի մեծանուն մարդկանց հետ, որ նույնիսկ երբ դու ինքդ էլ հայտնի ես, միևնույն է նրանց հայտնիությունը չես կարող չգնահատել, չես կարող չձգտել այդ շփմանը։ Այ կարող եք երկուսդ էլ հիշել ձեր կյանքի ամենայուրահատուկ հանդիպումներից, որ ունեցել եք։ Դու թե ես, օքեյ։ Դու ես առաջին։ Ես ինձ համար նախ շեշտեցի իմ դասատուներին, հայտնի մարդիկ, որոնք պատիվ է ինձ համար անընդհատ ասել դրա մասին, հպարտանալ, իսկ դրանից զատ ինձ համար մեծ պատիվ է եղել Էլվինա, որ ասում եք քո ոլորտում ընկերներ ունես, շատ մոտ ենք Էլվինա Մակարյանի հետ, շատ մտերիմ ենք, Զարա Տոնիկյանի հետ, լուսահոգի, երկուսն էլ տեսակները իրանց ինձ ավելի մոտ էին այդ տեսակ մարդիկ։ Էլվինան ինձ vocation չել է, որ ես այս ոճը երգեմ։ Ես Էլվինային միշտ պաշտել եմ որպես երգչի, որպես ջազովի երգչի, որպես ամեն ինչ ֆրանսիական շանսոն, ամեն ինչ երգում էր եւ հետո հայկական էլ երգեց։ Պատկերացնում եք Գյարոջանը, Երևանը։ Եվ այդ երկու երգը ես էլ եմ երգում Էլվինայի, գիտեք, իր թույլտվությամբ իմիջայլոց, հենց ինքը ասեց երգի երգերս։ Մի ուրիշ բան կար, ինքը իսկապես լեգենդ էր, ես իր այդ շփվելուց էր կյանքում իր կենթանի լեգենդ էր, իրանից կարող էր ինքան բան սովորել, կյանքի խորհուրդներից, արվեստից, ինքը մի հատ ուրիշ լույս էր, որին չգնահատեցինք, որը գնաց նոր ենք, դե ինչպես միշտ գնամերի արիսիրեմ, չէ, Ռուբեն Չյաները ազգաննը, Ռուբիկ Պապյան չէ, որը գրել է սցենարիստ է հայտնի, մեր հայերիս վրով ենքան ճիշտ է գրված, մենք սիրում ենք, չէ, չգնահատել, հետո գնահատել, այ Էլվինան դա էր, և Էլվինայի համերգը պետք է տեղի ունենար 2007 թվականին, ես հիշում եմ, այստեղ պիտի լիներ, և դա իր համար ոնց որ լուչ սվետը в темном царстве Աստրովսկու, որ ասում էր Կատերինայի հետ կապված, Էլվինայի համար դա կլիներ փրկություն, ինքը չէր մահանա այդ համերգը լիներ, բայց ես շատ լավ գիտեմ ում թեթև ձեռքով չեղավ այդ համերգը։ Այդ համերգի մասին պատմություն կա, վերջերս ներկայացում նայեցին, ներկայացում էր Իլոնայի, ես էլ ուզում եմ շատ գնամ նայեմ ներկայացում, Իլոնը չկա, ասում են հրաշք կա գալու։ Արտուր Սահակյանն էր բեմադրող, հրաշք ներկայացում, այդպես ամբողջությամբ Էլվինան լրիվ պատկերված ու Իլոնան այնքան սիրուն էր այդ ամեն ինչը ներկայացնում, ու այնտեղ այդ համերգի մասին խոսքում էր մայիս ամսին, որ պետք է գար Երևան ու մենա համերգ պետք է տար։ Ես Էլվինայի հետ խոսել եմ, ինքնից սաղ պատմել է, ես շատ լավ գիտեմ ով ա եղել դեմ, որ համերգը չի եղել, դա կլինեն այն մեմուարներում, որի մասին քիչ առաջ խոսում ենք դարագայը։ Ներկայացումը որ նայեք ամեն ինչ այդտեղ պարզ է։ Ներկայացումը իսկապես շատ լավն է ու արժի անպայման նայել։ Իսկ ձեր կյանքում ինչ հանդիպում է եղել, որ Ինձ համար այդ շոկային տեսարանը, տարածքը դա Սունդուկյան թատրոնի բուֆետն էր։ Հայկուշ ծեծայ մեր սիրելի Հայկուշ Լուսահոգի։ Տարածքը որտեղ ամենահայտնի դերասաններն էին, սկսված Սոս Սարգսյանը,
Խորեն Աբրահամյան։ Քեզ հերոստացույցի մեջ էիր զգում, նենց մարդիկ էիր Նենց մարդիկ տեսնում։ էինք տեսնում, որոնք որ այդ կումիր, հա, այդ որ Театр начинается с вешалки, а театр начинается с буфета. Հայկուշնոց Հայկուշնոց էի ասում։ Իմիջայլոց Հայկուշը, Տիկին Հայկուշը լուսահոգի։ Ես իրան ինքան շնորհակալ եմ, ես որ նոր եմ եկել Էջմիածնից, մեր կուրսում բոլորը երևանցի են, ես Էջմիածնից ասում են, հա, դու Էջմիածնից ես, բաներ էին ասում։ Ու այդ կին այնքան էր ինձ տիրություն անում, ինձ անդադ հանում էին, օգտվում էին առիթից, հենց վրեժարությունը չէր, երկրում չէր ինձ հանում էին, սարկում էին գլխից հանում էին, Հայկուշներ օգնում, վերականգնում էր, Աստված հոգիդ լուսավորի։ Մեր Դոդոզը կար, Դոդոզյան Գևորգը իրա զոնքանչներ, Գայանեի մայրիկը։ Շատ լուսավոր մարդ էր, ինքան լավն էր։ Իմ կրիշան էր, սենց ասեմ։ Եվ ինչքան լավ գիտեր, ով ինչա սիրում, ով է պատվիրել, ուրեմն ինչ են պատվիրել, ուրեմն ով է նստավ։ Ես գալիս էի բուֆետ սենց էր անում։ Արիստախլը, բաներ, չէ, Շամշադինցի կարծեմ։ Ասում են Արիստախլը, ասում են ինչ է, տրամադրությունը քեզ գցած, ով է քեզ բան ասել։ Գրիշ ասել էլի սենց ասեմ։ Արիթ եղավ, խոսեցինք դրա մասին։ Դա շատ լավ տեղ էր ու այնտեղ անմիջապես ոչ միայն տեսնում ես այդ մարդկանց, հա, ում որ երկրպագել ես ամբողջ կյանքում, հա, դրանք մեծություններ էին, այլ նաև տեսնում ես թե բիդում իրանք, կենցաղում իրանք ինչպես են, ոնց էր ծխում, ոնց են սուրճ խմում, նույնիսկ վեճ բան, չէ՞, այդ ամեն ինչը սաղ շատ հետաքրքիր էր։ Լավնի մաֆիոզներ։ Ուզում եմ մեր երջանկայի շատակ Ռաֆայել Արտյոմիչին հիշեմ, Ռաֆայել Կոթանջյան, իսկապես մեծ արտիստ, շատ գրագետ, բացառիկ մտավորականներից էր ու ես միշտ իր յուրաքանչյուր արտահայտությունը սենց հիշում, նախ որպես հաղորդավար, ինչ որտեղ նաև դասատու ինձ, որովհետև հիշում եմ համերգները եւ ինքը վարում են ժամանակ, ու ես միշտ նայում եմ ուշադիր, լսում եմ ամեն մի բառ ինձ համար դասեր, մաստեր կլաս, այո, իսկապես ուզում եմ Արտյոմիչի շնորհակալություն հայտնեմ, հա, երջանկայի շատակ ու նման արտիստներ մեզ իսկապես ցավոք սրտի մի փոքր քիչ են մնացել հա, երևի մեր արտիստները։ Մայա Պլիսեցկայի պատմությունը ձեր հետ չէր կապված։ Մայա Պլիսեցկայի պատմությունը շատ որովհետև գիտե որ հանդիպումը եղել է, չէ՞։ Չէ, հանդիպում չի եղել, չէ, շատ հետաքրքիր ծավալի պատմություն։ Հա, ես որտեղ մտածում եմ, որ չէ, հոկեյ ենք կանչում, ես մեդիումն եմ ինչ-որ։ Մի անգամ եկերներով մի քիչ գինովցած հարբած բան, ասենք 7-8 հոկեյ ասենք ինչ անենք, հոգի կանչենք։ Ահա, արդեն հետաքրքիր է։ Իսկ սկսեցինք դից պատրաստվեցինք, բան խմած։ Ահա։ Սկսեցինք պատրաստվեցինք եւ այդ օբսեն շուտ տալ, մուր քսել դրանք եւ այլ մոմերը դնել, լույսեր անջատել։ Ու ամբողջ գիշեր կանչում էինք, ինչ որ տենց հոգիների կան բան։ Ասցի, ժողովուրդ եկեք Մայա Պլիսեցկայի հոգին կանչենք։ Սրանք ինչ Մայա Պլիս, ասի հա, հետաքրքիր է։ ու դրեցինք ամբողջ գիշեր կանչեցինք, այդպես էլ չեկավ, չեկավ։ Հաջորդ օրը առավոտը արտացա նայեցի, տեսնեմ այդ ժամանակ հենց չէր մահացել, Մայա Պլիսեցկը։ Դրամա չի մահացել, բայց ամբողջ գիշեր կանչում ենք իր հոգին։ Վау, այս ամոթ դες։ Շատ լավն է։ Ամբողջովին այս պատմությունը մտնում է հանդիպումներ մեծ արտիստների հարցի տակ։ Ինչպես է չհանդիպեցի Մայա Պլիսեցկայով։ Ինչ հարաբերություններ են Սամվել Գրիգորյանի տիկնոջ եւ Արմինե Գրիգորյանի տալ եւ հարց հարաբերությունների։ Շատ լավ, մեր ընտանիքում դες բաներ չկա, տալ, հարց, բան։ Մենք բոլորս իրար հետ եւ տալ ենք եւ հարց ենք եւ շատ լավ ենք իրար հետ, մայրիկից սա դա եկել մեր տան մեջ, նույնիսկ երբեմն մտածում ենք Սամվելի կինը գուցե մեր քույրն է, Սամվելը մեր փեսան է, երբեմն այդպես էլ է լինում։ Կյանքը միշտ որպես երկրորդ քույր ես իրան միշտ վերաբերվել եմ։ Իսկ արդարացի մինի մամա ենք ասում։ Մինի մամա։ Մինի մամա, մամայիցս հետո ոնց որ ինքն է մեզ դիրություն անում, ասում ենք մինի մաման մեր։ Մենք շատ մոտ ենք բոլորս իրար հետ։ Համեղ խոհանոցում շատ համեղապատված։ Շատ լավ ընտանիքի մայր է, կին է, ամեն ինչ է։ Իսկ արդարացվեցին ձեր այն երազանքները, որ հարցազրույցներից մեկի ժամանակ պատմում էիք, որ դուք ինքներդ երեխա չունեցաք, բայց վստահ եք, որ ձեր քրոջ, ձեր եղբոր երեխաները ձեզ համար ամբողջովին երեխայի դեր են կատարելու։ Արդարացված են այդ ասեմ, կարդարացվեք, բայց ոչ, բացատրեմ ինչու։ Որովհետև այսօր Սամվելի մի աղջիկ Ամերիկայում ապրում, քրոջս մի տղան էլ Ռիգայում ապրում, մի տղան է Սամվելի այստեղ, այդ խիղճ երեխան որից հասնի։ Երեխայություն անի, բայց էլի, այն որ ասում Սամվելին ու քրոջս եմ ասում, իբրև դուք էլ փսակված եք ես, չէ։ Ուր են ձեր երեխեքը։ Դուք փսակված եք ես, չէ։
Ես երեխա չունեմ, դուք ունեք, ուր են ձեր երեխեքը։ Առավելությունը ինչու՞ն է։ Ինչ որ Չամուսնացած լինելու, այո։ Ինչ առավելություն կա։ Ասեմ, բայց ես չնե ասեմ բոլորը որոշեն չամուսնանալ, это не агитация, конечно։ Ուղղակի ես էլի եմ ասել, նորից ասեմ, գիտեք, ամուսնությունը անհրաժեշտ բան է, բայց առանց սիրո ոչ։ Եթե ամուսնանալ միայն մեծ սիրո դեպքում, Էրմինե ջան, որտեվ առանց այդ էլ ինքը շատ բարդ process է կենցաղը, նոր մարդու հետ կենցաղ ունենաս, շատ հարցեր կա, դա միայն մեծ սիրո դեպքում կարող է լինել, ես դուք ցանկալի այդպես լինել։ Որովհետև ճիշտ հարաբերությունները փոխհարաբերությունները եւ լավ ընտանիք։ Լավ ընտանիք համաձայն եմ։ Չէ, Սամ ջան, սերը այնքան պետք է ասամ, էսի չես ասում։ Սերը դե ամեն առավոտ արտանաս մեկի կողքը որ ինչ ես սիրում, դա կարելի է գժվել։ Սիրելով իհարկե չի կարելի, բայց ես կարծում եմ որ առողջ մտածելակերպով, լավ առողջ ընտանիք ստեղծելով սերներ կլինի։ Միանշանակ։ Դե այդ առողջ ընտանիք, ես հիմա ասեմ էլի։ Լավ, որ հետո անցնում է այդ սերը։ Դա եմ ասում, բա լուբով պրախոցի դասմա Զավիալի պամիդորի տենց խոսքը։ Ես ես մի բան ասեմ, դա իսկապես անհրաժեշտություն է, որ ասում են լավ հայկական օջախ ստեղծել բան ընտանիք, դրանք անհրաժեշտ բաներ են։ Բայց որ իմանում ես չիրիս ինչ տանջանք։ Բայց ափսոսանք ունեք։ Որ չեմ ամուսնացել, վայ, ինչ եք ասում, իհարկե ոչ։ Ընդհակառակը ես ամեն տարի ասում եմ, ես ինչ լավ բան արեցի, մեռնելուց փրցակ։ Էլմինե ջան, ապրում եմ իմ համար, երբ ուզում եմ քնում եմ, երբ ուզում արթնանում ինչպես, ոչ մեկին ոչ աչոտ եմ տալիս, ոչ երեխա չունեմ, շատ եմ ափսոսում, կուզեի երեխա ունենալ, բայց դա էլ մի հատ նենց պատասխանատվություն է։ Այսօր ես փիսիկ եմ բամ գժում, ես մեծ սեր ունեմ, ով է իմ սերը Ֆիլիպը, փիսիկիս անունը Ֆիլիպը։ Իրան մի բանալինում ուշքս գնում այս ասում երևի Աստված դրա համար չի ուզել ես երեխա ունենամ։ Ես կգժվեմ իմ ես Սամոյի երեխաներին, պլիմյանիկներից, որ տանում էի փոքր ժամանակ դպրոց մեքենայով, ես գնում էի, ես իմ որտեղից ֆռում էի, որ այդ մայթը անկած դիմացի մայթը չիջացնեմ։ Մինչև իրան ես կանգնում նայում էի փողոց անցան, անկած փողոց անցել են, բերել էին, բայց մինչև դպրոցը ես հիվանդագին բաներ ունեմ։ Ես կուզենայի նաև խոսենք մի քիչ այսօրվա մասին, ձեր երկուսի գործունեությունը։ Սամվելը այսօր այն ամենասիրած հաղորդավարներից մեկն է, բացի երգիչ լինելը, ում վստահում են մարդիկ իրենց կյանքի ամենակարևոր օրը, ամուսնությունները, հարսանիքները, այ հետաքրքիր է, ամենասկզբից հենց հեշտ ադապտացվեցիք այդ հարսանեկան մշակույթին, թե մի քիչ ճանապարհ էր պետք անցնել։ Վախենալու էր շատ վախենալու էր, որովհետև կասեմ Սամոյիդ կապված ինքս այդ հարսանիքը ինձ համար մի քիչ страшный դաշտ էր, հա, վախենալու դաշտ էր շատ։ Մեզ մոտ հատկապես այդ պատկերացումները մի քիչ հարսանիքի հետ կապված է, որ դու բեմի արտիստ ես լինում ու հետո հարսանիք, դա մի քիչ բան էր։ Առաջին որ հարսանիք ինձ տվեցին, հիշում եմ, դա մեր Հայկոն էր, երգիչ մեր Հայկոն ասեց ընկերոջս այն տաշիր մրցանակաբաշխությունները որ կային այն ժամանակ, այդ ժամանակներն էին ու ասեց ընկերս ուզում ա որ իր հարսանիքը բարես դու, ասում ես Հայկո ջան հարսանիքի հետ կիլոմետրերով հեռու եմ էլի, ես ուր հարսանիք, Սամ ասեց կարաս փորձի իսկ ինչի՞ չէ։ Փորձեցի, ինձ դուր եկավ, հատկապես որ դրա դիմաց էլ մեծ վճար տվեցի, հա, ասեցի բայնատ, ինչի՞ է, բար չէ։ Ու փորձեցի, հետո հասկացա որ դա հետաքրքիր է։ Հետո հասկացա որ դա իմ մասնակցության շրջանակներում է։ Ես չեմ շեղվում երբեք, հատկապես որ այն ինչ անում եմ ես, դա անում եմ լավ ներողություն։ Բայց չեմ անում դա։ Իսկ ինչի՞ չէ դեպքում։ 20 տարի առաջ երբ որ նոր սկսել էի հարսանիքներ վարել, երիտասարդ ընտանիքի հարսանիք արեցի, այդպես շատ սիրուն հարսանիք արեցինք։ Այս տարի 2026 թվականի աշնանը իրենց առաջնեկի հարսանիքը պետք է վայ, այն հարսանիքը որ ես վարել եմ իմ մամայի պապայի, այդ բալիկի հարսանիքը պետք է ես էլի վարեմ ապայման։ Վերջերս ժողովուրդ օրաթերթը իր 15-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր մրցանակաբաշխություն եւ ձեզ շնորհեցին լավագույն հաղորդավարի մրցանակը։ Հաճելի էր։ Միանշանակ իհարկե։ Ոչ թե մրցանակը ինքը, ընդհանրապես ուշադրությունը գնահատականը, որը շատ մեծ նշանակություն ունի, հատկապես երբ որ մի փոքր ավագ տարիքում ես լինում ու էլի դեռ ստանում ես, հա, երիտասարդ տարիքում այնքան եմ ստացել, բիլուտ կար, ժամանակ կար, ներողություն իհարկե, դա մի
10 քանի տարի իրար հետևից տարվա լավագույն հավաքաբար ճանաչվում է եւ ստանում է այդ մրցանակները, սովորական է։ Բայց երբ որ ավակես դառնում եւ էլի ստանում ես, դա նշանակում է ճանապարհը իզուր չէր, որ անցել ես դու այդ դժվարությունները, այդ աշխատանքը, որին հասել ես։ Ամենամեծ բարդությունը հարսանիք վարելու ո՞րն է։ Չկա բարդություն, բացարձակապես։ Եթե պրոֆեսիոնալ ես գործիդ գիտես ինչ ես անում, բարդություն չկա բացարձակապես։ Ամենակարևորը որպեսզի տարբեր լինեն, նման չլինեն մեկը մյուսին։ Այդպես։ Բայց դա հեշտ բան չէ, գրեթե ամեն շաբաթ, եթե ոչ շաբաթը երկու, այո, եթե ոչ շաբաթը մի քանի օր, վարել գրեթե նույն ֆորմատների հարսանիք, որտեղ բոլորս էլ գիտենք, չէ, այսօր հայկական հարսանիքները էլ ավելի շիքեղ, էլ ավելի մեծ, էլ ավելի թանկ, էլ ավելի ճոխ, кто больше։ Եվ այդ ֆորմատի մեջ անընդհատ տարբեր լինելը, դա կարող է ներքին ակմիտեսը հանդիսատեսը, հյուրերը ոչ թե կոնկրետ ինչ-որ արտահայտություններ կան, չէ, խոսքը խոսեցնում են հյուրերը, նաև ես հյուրերին արդեն ամեն ինչ պարզ է եւ կարող ես հետաքրքիր ինքնատիպ եւ յուրահատուկ մոտեցում ցուցաբերես ամեն մեկին։ Իսկ լավագույն գործընկերը անուններով չի, հարցս ոչ թե անունների մասին է, որ ասենք, այ օրինակ Լյուսի Լյուբիմովայի հետ է ավելի լավ կամ Մաշայի հետ է ավելի լավ, օրինակ եմ ասում, հա, լավագույն գործընկերը բեմում ով է։ Որ գործընկերն է։ Ես մի փոքր կապրիզներ ունեմ գործընկերների հետ կապված, ոչ բոլորի հետ կարող եմ աշխատել։ Ես սիրում եմ որպեսզի իմ ուզած մարդու հետ, հա, որպեսզի ապսեիս մեջ լինեմ։ Ժամանակներ կային, որ աշխատում էի Մերի Մակարյանի հետ, որ հիմա Միացյալ Նահանգներում է, Մերի հետ այնքան սիրուն էր ստացվում ամեն ինչ, շատ հետաքրքիր եւ յուրահատուկ մոտեցում էր։ Հիմա Լուիզա Ղամբարյանի հետ աշխատելը ինձ համար ոչ միայն տոն ենք վարում, այլ նաև տոն ենք նշում։ Ոնց, ինչ է անում ձեր գործընկերը, որ ձեզ կոմֆորտ է դրանից կամ հավես է։ Երբ որ կողքիդ գործընկերը նախ առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որպես դերասանուհի, պրոֆեսիոնալ դերասանուհի, թիկունք մեջք, մաքուր գրագետ խոսք, այն պահեր կա որ չէ, որ ասում որ մի բան մտքով դու ուրիշ ձև անցնում, սա մի անգամից գիտես որ թիկունք ունես ու հետո Լուիզայի կանացիությունը, այդ ամեն ինչը սա մեկը մյուսին լացնելով, ինձ այնքան սիրուն աստղ։ Չնայած ասեմ որ իհարկե Լուիզայի անունը առանձնացրեցի, բայց նաև ունենք եւս էլի Լուիզա Ներսիսյան դերասանուհի, որի հետ էլի ճկնաղ ամեն ինչը ստացվում եւ Լյուսիա Լյուբիմովան եւ Ելենա Վարդանյան դերասանուհի Անահիտ Կիրակոսյան, ամեն մեկը իր տեսակի մեջ է, ամեն մեկը իր ձևի մեջ է, հետաքրքիր բոլորն էլ, հա։ Արմինե, վերջին տեսահոլովակը, որ թողարկել եք, որն է եղել։ Հալվա բենդի հետ իմ երգերը, իմ մի քանի երգերի, 4 երգեր իմ երգերից Հալվա բենդը ինձ առաջարկեց որպեսզի նոր գործիքավորմամբ պատրաստենք, նաև ես իրենց հետ երգեմ եւ շատ գեղեցիկ երգ են սարքել, որը ես նաև միայնակ եմ երգում, մենակ պետք է միջալյուց տեսահոլովակ նկարենք այդ կապակցությամբ։ Շատ սիրվել է երգերը, շատ դրանից առաջ էլ սկեսուրի երգը ռուսերեն Мой сынок такой красивый, դա է եղել տենց։ Իսկ այսօր մարդիկ ովքեր ուզում են ձեզ լսել, որտեղ կարող են դա անել, որտեղ գան, ուր գան, ինչպես կազմակերպեն երեկոն, որ լսեն ձեզ։ Հեյմինե ջան, ասեմ, ես իմ ոչից ելնելով ինձ տանում են տարբեր երկրներ, որ ես ասենք թե սկեսուրի կողմից նվեր եմ փեսային։ Սրպրայզ եմ, որ նոր սամոն ասում է դրանից էլ լավ բան, սրանից էլ լավ բան այս տարիքում լինել, սուրպրիզ լինել է իմ առաջի երկի առաջի նախադասությունն է, չէ։ Այս տարիքում ապրել դժվար է, երազներով արդյոք, հիշում ես, եւ ասեմ, իսկապես սրանից էլ լավ բան, Աստված ինձ տվել է հնարավորություն, որ դու այս տարիքում սրպրայզ ներկայացնենք քեզ, քիչ ամնում պատնոսի վրա։ Ես հայտնվում եմ ինչ-որ տեղեր, որ փեսան փոքր ժամանակ սիրել է Երևանի սիրուն տղա երգը, այդ երգով մեծացել եմ իր հարսանիքն, այդպես տեղեր եմ գնում։ Նաև կորպորատիվ առիթներին եմ մասնակցում տարբեր սրահներում եւ նաև համերգային վերջերս միասին գնացել էինք Ֆրանսիա Ստրասբուրգ քաղաք կակուսը կակրաս կպատմես լավ պատմություն է մի հատ այսպես տարբեր տեղեր մենահամերգներ են առաջարկում փուճուրիկ մենահամերգներ քաղաքի փուճուր սրահներում դեռ չեմ գնում դրա համար ժամանակ չունեմ բայց անպայման ուզում եմ սկսել իմ մոնո ներկայացումը պարտադիր արդեն հասուն եմ ընտրել եմ ում հետ եմ անելու եւ թող գաղտնիք մնա, շատ տաղանդավոր լավ մարդ ամենալավը այդ ոլորտում եւ հին լավ ընկերներ ենք նաեւ
որ ինձ ասում են ինչու չես անում, ասում եմ պիտի դրա համար հասունանաս։ Ես հիմա արդեն հասունացել եմ, որտեղ էս կորպորատիվ շրջանը դառնել պիտի անցնի ամեն ինչ ունի իր սկիզբը եւ տրամաբանական ավարտը։ Իսկ հանրահայտ պիես է լինելու, թե ձեր կյանքի պատմությունն է։ Երևի իմ կյանքի պատմությունը Բարձրաձայնել եք, այս նշանակով պիտի անեք։ հա, չէ։ Ես դրա համար բարձրաձայնեցի։ Երբ եմ սպասում Չգիտեմ, Աստված առաջ նորա տարին սկսվել, դա Աստված էս տարի լինի, դա մի քիչ կարող է մյուս տարի, մաքսիմում։ Լավ։ Մի քիչ կարող է մյուս տարի, մի քիչ կարող լինի։ Լավ, այս տարի օծի լեզու ունեք, համոզեցիք։ Այ ես անհամբեր սպասում եմ, մանավանդ որ գիտեմ ինչքան պատմություններ կան, որ եթե ջրի երես դուրս գան, շատ ճակատագրեր կփոխվեն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ես վստահ եմ, որ մենք դեռ եւս 2 ժամ են խոսեինք Էլ ուրիշ բան չեք ուտելու, եկա բան կերանք չէ։ Էլ բան չեք ուտելու։ Ես կարող եմ բացել եւ օրինել հաստատ։ Այնքան համեղ էր ամեն ինչ, այնքան սիրով էր պատրաստված ամեն ինչ, այնքան հետաքրքիր հիշողությունների մեջ ունի։ Օրը լավն է շատ։ Շնորհակալություն քեզ։ Ինձ համար շատ կարևոր է նաև իմ հյուրերը, որ գալիս են իրենց համարել իրենց հարցազրույցը հետաքրքիր լինի, որտեղ շատ են հարցազրույցները անշուշտ անդադմին բաները պատմում ես եւ այլն, բայց ինձ համար շատ հաճելի է, երբ այս մթնոլորտի մեջ նորովի է հյուրը ինքը իրեն տեսնում, հուսամ այդ հնարավորությունը ունեցանք։ Շատ սիրուն էքսկուրս արեցինք մանկությունից դեպի պատանեկություն, դեպի երիտասարդություն, ուսանողական տարիներ, աշխատանքային ոլորտ տարիներ եւ այլն։ Մեր օրերը դրամատուրգիայից հասկացող մարդիկ ուրիշ են։ Հերմինե ջան, շնորհակալություն հրաշալի օրվա համար, հրաշալի երեկոյի համար։ Վայ, ֆայմ է պետք ունենալ։ Ուրիշները հա կնկարեն, տեսնում եք ամենակարևոր բաները։ Եվ այսպես, դրագայ Հերմինե, այն որ այս փոքրիկ սրտով, բայց մեծ բաժակով չէ։ Ուրեմն անչափ շնորհակալ ենք քեզ այսքան գեղեցիկ հաղորդման համար, շատ հետաքրքիր ֆորմատ է, քեզ սազող, քոպես գեղեցիկ, քոպես համով ամեն ինչը, քո բնակարանը շատ սիրուն, շատ ճաշակով ու այնքան համեղ եւ շատ բաներ կերանք, որ ես արդեն ինձ թվում էր սա հավերժ է ու այնքան ենք խոսում, որ դու ասեցիր վերջացնում ենք շնորհակալություն, ինձ թվաց ասում եմ ոնց վերջացավ, էլ բան չենք ուտելու, էլ բան չենք խոսալու։ Тебе огромное спасибо, միշտ ես լավը լինես, արև աղջիկ է, լույս աղջիկ, պայչիկներ։ Շնորհակալություն շատ ամեն ինչի համար, լավ հյուրընկալելու համար մեզ լավ հիշողությունների, լավ գույների, հետաքրքիր զրույցների համար հետաքրքիր ճամփորդություն արեցինք, էլի այդպես մեր երիտասարդության մանկության տարիներին։ Դրա հետ մեկտեղ նաև շատ համեղ կերակրեցինք մեզ, ինչի համար։ Ես այս հանդիպմանը սպասում եմ եւ ուրախ եմ, որ հանդիպումը կայացավ իմ պատկերացրածից այլ ավելի լավ, քան կարող է։ Շնորհակալ եմ։ Ուրա! Շնորհակալ, ուրա։ Դրագայ, այս սաղ նկարում եմ ես։